Այս պահին կարևոր է իմանալ էջն է, որի շրջանակում խոսելու ենք կարևոր թեմաների մասին։ Այսօր մեր տաղավարում հյուրընկալել ենք փաստաբան Գայանե Պապոյանին։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ ձեզ մեր հրավերն ընդունելու համար։ Այսօր խոսելու ենք անմեղության կանխավարկածից։ Հեռուստադիտողները, ովքեր մեզ զանգահարել են, ովքեր որոշակի հանցագործության համար այս պահին մեղադրվում են եւ գտնվում են, չգիտեմ, մեղադրյալի կարգավիճակում կամ ունեն կասկածյալի կարգավիճակ, հայտնում են, որ փաստացի իրենց վերաբերյալ տեղեկատվություն է հրապարակվել արդեն սոցցանցերում եւ իրենք անկախ ելքից այս պահին որակվել են որպես մեղավոր անձիկ։ Ինչ է անմեղության կանխավարկածը, որպեսզի մեր հեռուստադիտողները եւս հասկանան ինչի մասին ենք խոսում եւ դրա ոտնահարման դեպքերին, հնարավոր դեպքերին անդրադառնանք թերևս։ Շատ լավ, ես եւս շնորհակալ եմ հրավերի համար։ Ինչ է անմեղության կանխավարկածը։ Անմեղության կանխավարկածը դա սահմանադրորեն ամրագրված, չափազանց կարևոր հիմնարար իրավունք է, որի համաձայն անձը համարվում է անմեղ այնքան ժամանակ, քանի դեռ նրա մեղքը ապացուցված չէ դատարանի օրինական ուժի մեջ մտած դատական ակտով։ Սա նշանակում է, որ անձը նույնիսկ պրոցեսի ընթացքում, քրեական վարույթի ընթացքում, դատաքննության ընթացքում եւ շարունակվում է պրոցեսը, անձը համարվում է դեռևս անմեղ։ Սա է անմեղության կանխավարկածի սկզբունքը, եւ դա բնականաբար ամրագրված է նաեւ մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների մասին Եվրոպական կոնվենցիայով։ Որքանով է անմեղության կանխավարկածը այսօր պաշտպանվում, հարգվում նաև պետական մարմինների, իրավասու մարմինների կողմից եւ ինչպես է ստացվում, որ հասարակության մեջ անձը միանգամից դառնում է մեղավոր առանց սպասելու վերջնական դատական ակտին։ Դա թերևս մեր ցավոտ կողմերից մեկն է, մեր ոլորտի ցավոտ կողմերից մեկն է, որ անմեղության կանխավարկածի իրավունքը այդպես դասագրքային, սիրուն, մենք սովորեցնում ենք մեր ուսանողներին, մենք էլ ենք այդպես սովորել, հա, որ այդպես պետք է լինի, այդպես է ճիշտը, սևը սպիտակով այդպես է ամրագրված սահմանադրության մեջ եւ կոնվենցիայում, բայց փաստացի մենք ունենք լրիվ հակառակ իրավիճակը, փաստացի անմեղության, այո, կանխավարկածի իրավունքը չի երաշխավորվում Հայաստանի Հանրապետությունում, չի ապահովում եւ մենք նույնիսկ չունենք լծակներ արդյունավետ պաշտպանության միջոցի։ Մարդու Եվրոպական կոնվենցիան 13-րդ հոդվածի տեսքով ամրագրել է նաև, որ յուրաքանչյուր ոք պետք է ունենա իրավունք եւ հնարավորություն իր իրավունքների եւ ազատությունների խախտման յուրաքանչյուր դեպքով արդյունավետ պաշտպանության միջոց ունենալու։ Հիմա սույն դեպքում մեր ոլորտում, մեր մասնավորապես հա Հայաստանի Հանրապետությունում ինչ է տիրում։ Երբ որ անձը դեռևս նոր ձերբակալվել է, նոր նույնիսկ դեռևս քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ, այսինքն այլ կերպ ասած, մեղադրանքի որոշում արկա չէ, արդեն բոլոր տեղերով հրապարակվում է, որ անձը կատարել է այսինչ հանցագործություն, անձը մեղադրվում է այսինչ հանցագործության մեջ, ձերբակալվել է, ներկայացվել է համապատասխան վարույթն իրականացնող մարմնին, գործողություններ են իրականացվում եւ այլն։ Վերջ, մենք անձին այլևս պիտակավորեցինք։ Հիմա ինչքան էլ պաշտպանության կողմը փորձի հիմնավորել անմեղությունը, փորձի խոսել անմեղության կանխավարկածի սկզբունքի մասին, սկզբունքի գոյության մասին, միևնույն է հասարակությունը, ով կարդացել է այլևս այդ նյութը, այն արդեն մեղավորության կանխավարկածն է տիրում։ Այո, սա մեր ցավոտ կողմերից մեկն է։ Ընդ որում դա առավելապես խախտվում է հենց նախաքննական մարմինների եւ դատախազության կողմից, վերջիններիս լրատվամիջոցների, մամուլի պատասխանատուների կողմից։ Ինչու՞։ Որովհետեւ մենք անընդհատ ականատես ենք չէ լինում հակակոռուպցիոն օրինակ կոմիտեի սոցիալական էջերով կամ իրենց կայքերով ինչ հրապարակումներ են լինում, երբ որ անձանց նոր ձերբակալել են։ Կամ նույնը գլխավոր դատախազության կայքով եւ կամ սոցիալական էջերով անմիջապես արձանագրումներ են կատարում, որ անձը ձերբակալվել է ընտրակաշարք օրինակ բաժանելու հետ կապված դեպքով։ Այն պայմաններում, երբ որ մենք ունենք անմեղության կանխավարկածի սկզբունքը, սա Հայաստանի Հանրապետությունում չի երաշխավորվում եւ չի ապահովվում։ Շատ լավ։ Մենք խոսում ենք մի թեմայի մասին, որը նաեւ երկու սուր կողմ ունի։ Մի կողմից հասարակությունն է, ով հանրային հնչեղություն ստացած գործերով ունի իրավունք տեղեկանալու այդ գործի ելքի մասին, ընթացքի մասին, հետևողականություն եւ թափանցիկություն պետք է ստանա այդ գործի ելքը։ Մյուս կողմից, այո, մենք խոսում ենք անմեղության կանխավարկածի մասին, եւ այս երկու սուր կետերի անկյունում միջինը որն է, որ գործողությունը կդիտարկվի օրինաչափ։ Այո, հանրային շահը եւս շատ կարեւոր է, բայց այդ երկու սուր իրար հակասող բևեռների արանքում այդ գիծը շատ նուրբ գիծ է եւ հետեւաբար եւ պաշտոնատար անձինք եւ մամուլի պատասխանատուները եւ լրագրողները պետք է չափազանց նուրբ մոտենան այդ հարցին եւ ձևակերպումները չլինեն այնպիսին, որ անձին հաստատակամ մեղադրեն
իրենց մեղսագրված հանցանքը կատարելու մեջ։ Ես շատ հաճախ նույնիսկ արդեն դատական process-ի ընթացքում, երբ որ որևէ քրեական վարույթով պաշտպանություն եմ իրականացնում, օրինակ կալանքի հարցի հետ կապված միջնորդության քննարկում է տեղի ունենում կամ ժամկետի երկարաձգման միջնորդություն է տեղի ունենում, շատ հաճախ process-ի ընթացքում, երբ որ մեր դատավարական հակառակորդի կողմից հնչում են հաստատակամ դատողություններ, որ այս անձը կատարել է այսինչ հանցագործությունը կամ օրինակ տուժող կողմն է ներկայացնում, միշտ ասում եմ ժողովուրդ, անմեղության կանխավարկածի սկզբունքը դեռ կա սահմանադրության մեջ, չի կարելի այդ գիծը հատել։ Ես մի փոքր ուզում եմ անդրադառնանք Վճռաբեկ դատանի որոշմանը, քանի որ Վճռաբեկ դատանի նախադեպային վերջին որոշումը լուրջ հակասության մեջ է գտնվում եվրոպական դատանի բազմաթիվ որոշումներին։ Ուզում եմ անդրադարձ կատարել հենց դրան։ Արդյոք չի ստացվել, որ Վճռաբեկ դատան իր 2022 թվականի որոշմամբ հստակ արձանագրել է, որ եթե անգամ խախտումը թույլ են տալիս, իրենք կարող են գնալ քաղաքացիական դատավարության կարգով իրենց իրավունքը վերականգնեն։ Այստեղ չէ, որ առաջանում է լուրջ խնդիր։ Այո, հենց այդտեղ է, որ առաջանում է լուրջ խնդիր, կարելի է ասել, որ Վճռաբեկ դատանը արդեն փակել է այդ հարցի դիմացը եւ մենք թերևս որպես պաշտպաններ, հա, քրեական վարույթի ընթացքում, քրեական գործի շրջանակներում, դատապրոցեսի ընթացքում չենք կարող ձեռնարկել անհրաժեշտ պաշտպանության միջոցներ, ինչպես որ կոնվենցիայով է նախատեսված, այլ պետք է գնանք ավելի երկար ճանապարհով, փորձենք քաղաքացիական դատավարության կարգով ներկայացնենք հայցադիմումներ, պատիվ արժանապատվություն եւ այլն։ Խոսքը մասնավորապես ձեր մատնանշած նախադեպային որոշումը վերաբերվում է Սետրա Քոչյանի վերաբերյալ գործին եւ այո, այդ գործով Վճռաբեկ դատանը կարելի ասել փակեց այդ հարցի դիմացը եւ արձանագրեց, որ նմանատիպ դեպքերում, երբ որ օրինակ լրատվամիջոցների, թեկուզ օրինակ նախաքննական մարմինների կամ դատախազության լրատվամիջոցի, ոչ թե լրատվամիջոցի, այլ մամուլի պատասխանատուի կողմից է նման հրապարակումներ եղել, խնդրեմ, գնացեք եւ արդեն քաղաքացիական դատավարության կարգով հայցադիմումներ ներկայացրեք։ Սա իհարկե արդյունավետ պաշտպանության միջոց չի կարող համարվել։ Մենք նախ գիտենք, որ քաղաքացիական գործերը բավականին երկար ընթացք են ստանում եւ բացի այդ անմեղության կանխավարկածի սկզբունքը պետք է երաշխավորվի ու ապահովի հենց արդյունավետ պաշտպանության միջոցը ինչ է նշանակում հրատապ արդյունավետ եւ տվյալ գործի շրջանակներում, բայց մենք ունենք հիմա մի իրավիճակ, երբ որ տվյալ գործի շրջանակներում եւ պաշտոնատար անձինք եւ սուբյեկտ չհանդիսացող, հա, տվյալ գործով ոչ հանրային մասնակից հանդիսացող, ոչ մասնավոր մասնակից հանդիսացող անձինք խախտում են անձի մեղադրելի դատավարական կարգավիճակ ունեցող անձի անմեղության կանխավարկածի սկզբունքը։ Մենք չունենք լծակ քրեական վարույթի շրջանակներում իրականացնենք գործողություններ։ Ես նշեմ, որ վերջերս մի գործով, որով նաև պաշտպանություն եմ իրականացնում ես, ունեցանք նման իրավիճակ, խոսքը վերաբերվում է առանձնապես ծանր հանցագործությանը եւ ընդ որում նշեմ սպանությանն է վերաբերվում եւ նշեմ, որ պաշտպանական կողմը վստահ է, որ այդ գործով պետք է արդարացման դատական ակտ կայացվի, որովհետեւ մեր վստահորդները որևէ հանցանք չեն կատարել եւ որևէ ապացույց չկա, հա, ապացույցների բավարարության շեմը նույնիսկ նվազագույն հաղթահարված չի, բայց այդ վարույթի շրջանակներում ես իհարկե չմասնավորեցնեմ, որ վարույթի մասին է խոսքը, պաշտոնատար անձը, մեր դատավարական հակառակորդը, հանրային մեղադրողը, կալանքի հարցի շրջանակներում, երբ որ հերթական երկարաձգման հարցներ քննարկվում, իրեն թույլ տվեց հետևել արտահայտությունը, դաժան սպանություն կատարած անձինք են այս անձինք, հա, ինչպես կարելի է այլընտրանքային խափամիջոց կիրառել։ Սա ասում է դատախազը, շատ ցավալի է, որ սա հենց պաշտոնատար անձն է նման արտահայտություն թույլ տալիս, որովհետև հանցագործության ծանրության հետ է փաստացի խափամիջոցը կապվում։ Ինչ որովհետև մարդու իրավունքների եվրոպական դատանը լրիվ այլ բան է ասում։ Մարդու իրավունքների եվրոպական դատան բազմաթիվ որոշումներով, այդ թվում Հայաստանի դեմ կայացված գործով, Յուրաբյանն դեմ Հայաստանի գործով հստակ արձանագրել է, որ պաշտոնատար անձինք հատկապես պետք է ձեռնպահ մնան այնպիսի հայտարարություններ կատարելուց, որը կխախտի անմեղության կանխավարկածի իրավունքը անձի եւ պետք է այդ կասկածվելը, մեղադրվելը ներկայացնեն շատ, այսպես ասած, նուրբ ընտրված խոսքերով, որպեսզի չխախտվի անձի անմեղության կանխավարկածի իրավունքը, այդ սկզբունքը առհասարակ չխախտվի։ Շատ լավ։ Եվ ես ներողություն եմ խնդրում, շարունակեմ, մենք փորձեցինք դիմել արդյունավետ պաշտպանության միջոցի գործընկերս ով եւս այդ վարույթով պաշտպան է հանդիսանում, միջոցներ ձեռնարկեց, մասնավորապես բողոք ներկայացրեց, հատուկ վերանայման կարգով բողոք ներկայացրեց Վերաքննիչ քրեական դատարան։ Թեև մեր համար սպասելի էր, որ բողոքը մնալու է առանց քննության, որ ինչու, որովհետեւ մենք չենք ակնկալում, որ մեր
այսպես ասած, հա, վերադաս դատական ատյանը այդ բողոքը կընդունի եւ կքննարկի։ Մենք մեր համար կանխատեսելի էր բողոքը ներկայացնելիս, որ առանց քննության են թողնելու այն պատճառաբանությամբ ստանդարտ, որ ըստ էության դա բողոքարկման դատական ակտերի ցանկում ներառված չի, հա, նման օրինակ բողոք, այսինքն հարցին պետք է մոտենային ավելի բովանդակային, ոչ թե ֆորմալ առումով, հա, ձևական առումով եւ Մարդու իրավունքների եվրոպական դատարանն է, չէ՞, հենց բազմաթիվ նախադեպային որոշումներով արձանագրում, որ հարցին իրավունքին, հիմնարար իրավունքին, հատկապես պետք է մենք մոտենանք ոչ թե ֆորմալ ձևական առումով, այլ բովանդակային առումով։ Եվ մեր բողոքը մնաց առանց քննության։ Վճռաբեկ դատարանը եւս վարույթ ընդունելը մերժեց, բայց մեր գործընկերը կարծես թե շարունակելու է իր արդեն Հայաստանի սահմաններից դուրս վստահաբար արձանագրվի։ Ցավով արձանագրում ենք, որ քրեական վարույթի ընթացքում, երբ որ պաշտոնատար անձինք որոշակի հայտարարություններ են թույլ տալիս, որ խաթարում է անմեղության կանխավարկեցի սկզբունքը, մենք չունենք արդյունավետ պաշտպանության միջոց։ Շատ լավ, մենք վերադառնալու ենք պաշտոնատար անձանց կողմից կատարված հայտարարություններին, բայց մի փոքր ուզում եմ ավելի հիմքերին անդրադառնանք։ Լրագրողները, մարդիկ, ովքեր որ անում են հայտարարություններ եւ ներկայացնում որոշակի հանցագործության վերաբերյալ տվյալներ, օգտվում են հիմնականում դատալեքս տեղեկատվական համակարգից, որտեղ տեղեկատվությունը հասանելի է, հրապարակային է, թափանցիկ է եւ բնականաբար յուրաքանչյուր ոք կարող է օգտվել, ներկայացնել եւ ասել։ Ինչու են մեղավոր այդ մարդիկ, որոնք օգտվելի եւ հասանելի աղբյուրներից են փաստացի օգտվում։ Տեսեք, լրագրողների մասով այս առումով ես բնականաբար ոչինչ չեմ կարող ասել, հա, բացասական առումով, որովհետև բացում են դատական իշխանության պաշտոնական կայքը, դատալեքս հարթակը, տեսնում են մեղադրանքը ամբողջությամբ, հա, ներկայացված է, եւ ըստ էության հոդվածը պատրաստում են եւ հրապարակում են։ Մենք այստեղ պետք է սկսենք ավելի խորքային, հա, ավելի հիմքային։ Այդ դատալեքսը այն ուղղություններից է, այսպես ասած, որ ես միշտ բարձրաձայնում եմ, որ չպետք է դատալեքսը լինի հասանալի։ Պետք է մենք տարբերակենք դրամբաց դատական նիստը դատական իշխանության պաշտոնական կայքում հասանելիությունից, հա, ինչու, որովհետև դատական իշխանության պաշտոնական կայքում հրապարակվում են մի շարք որոշումներ, կալանքի վերաբերյալ որոշում, օրինակ, հələ դեռևս դատավճիռը չի հրապարակվել, բայց կալանքի վերաբերյալ որոշումներ են հրապարակվում եւ այն անաչառ դիտորդը, հա, նույնիսկ երբ որ նայի հասարակության ներկայացուցիչ, երբ որ նայի, այդ արձանագրումները իր մոտ հետք են թողնելու, հա, որովհետև շատ հաճախ լինում է նաեւ հաստատակամ որպես այդպիսին դիրքորոշումներ, ձևակերպումներ, ոչ թե օրինակ դատարանի կողմից, այլ կողմերի դիրքորոշումները, պատկերացնենք մեր դատավարական հակառակորդները կլինի դա տուժողը, տուժողի ներկայացուցիչ կամ հանրային մեղադրողը, որևէ դիրքորոշում են ներկայացնում, բնականաբար դատական ակտում արտացոլվում են նաև այդ դիրքորոշումները, հա, ամեն դեպքում կալանքի հետ կապված որոշումներում դատաները ձեռնպահ են մնում անմեղության կանխավարկածի սկզբունքի հետ կապված ինչ որ խախտումներ, հա, այսպես ասած, կատարելու շատ հազվադեպ է պատահում, հա, որ դատաները անմեղության կանխավարկածի հետ կապված կալանքի որոշումներում արձանագրումներ են որոշակի կատարում խախտելով այդ սկզբունքը, բայց ըստ էության դատական իշխանության պաշտոնական կայքը, քանի որ հասանելի է բոլորին, ցանկացած քաղաքացի կարող է պարզապես բացել դատալեքսը, որևէ ամբաստանյալի մեղադրյալի անունազգանունը գրել եւ կարդալ, ես գտնում եմ, որ սա խնդրահարույց է եւ ինչ անեն լրագրողները, եթե մենք ունենք նման խորքային խնդիր։ Միանշանակ, լուծումը ո՞րն է։ Լուծումը ես կարծում եմ կարելի է վերանայել, որպեսզի դատական իշխանության պաշտոնական կայքը դատալեքսը հասանելի չլինի բոլորին, թող կոնկրետ գործով մասնակցող անձանց տրամադրեն հարթակ հասանելիություն այդ գործով որոշումները տեսնելու, դատական նիստերը տեսնելու։ Ես ասեմ ինչ եմ անում ինքս, հա, որպեսզի խուսափեմ հնարավոր, այսպես ասած, իմ վստահորդի անմեղության կանխավարկածի սկզբունքի խախտումների ականատեսը լինելուց, որովհետև եթե ես ականատեսը լինեմ, ես միևնույն չունեմ մեր երկրում արդյունավետ պաշտպանության միջոց։ Ես երկու, այսպես ասած, ուղղություն եմ որդեգրել։ Առաջինը, եթե նուրբ իրենից երանգներ պարունակող գործի մասին է խոսքը, դիմում ենք անմիջապես դատական դեպարտամենտ եւ խնդրում ենք, որպեսզի հասանելիությունը սահմանափակվի։ Այդ պայմաններում մենք էլ չենք տեսնում։ Եվ երբ որ քաղաքացի մուտք է գործում արդեն դատալեքս դատական իշխանության պաշտոնական կայք, փոքրիկ կողքը նշում է կատարված, որ ինֆորմացիան սահմանափակված է։ Մեկ տարբերակ, այդպես եմ վարվում, եւ երկրորդ տարբերակ, երբ որ
նոր ձերբակալում է տեղի ունեցել, արդեն իմ համար կանխատեսելի է, որ շուտով հանրային քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ որոշում է լինելու եւ բնականաբար քննչական կոմիտեն կամ հակակոռուպցիոն կոմիտեն եւ կամ դատախազությունը դա այսպես սիրուն դնելու են, որ բացահայտել ենք, դեռևս նույնիսկ մեղադրանքի որոշում չկա, բայց իրենք արդեն շտապում են գրեն, որ այսպիսի դեպքեր ենք, այսպես ասած, արձանագրել եւ ընդ որում հատկապես ուզում եմ խոսել հակակոռուպցիոն կոմիտեի եւ գլխավոր դատախազության, հա, այդ մասով սոցիալական էջերում իրենք այնքան հաստատակամ հայտարարություններ են կատարում, չի կարելի, չէ՞ որ գոնե մամուլի պատասխանատուները իրենք պետական մարմինների մամուլի պատասխանատուներ են եւ հենց հանրային իշխանությունը եւ հենց պետական պաշտոնատար անձինք եւ հենց հանրային մեղադրողները դատախազությունը պարտավոր է առաջնորդվել իրավունքի շահով, սա ես չեմ ասում, սա քրեական դատավարության օրենսգրքում է գրած։ Երբ կատարված հանցագործության վերաբերյալ է տեղեկատվություն ներկայացվում առանց անձնավորելու, օրինակ ԱԱ-ն, ՊՆ-ն եւ այլն առանց անձնավորելու։ Ուզում եմ հենց դրան անդրադառնալ, ես հենց ուզում եմ դրան անդրադառնալ, ես ինչ եմ անում, հա։ Տեսեք, ԱԱ-ն, ԱԲ-ն, ԱԳ-ն եւ այլն եւս խնդրահարույց է, ինչու՞, որովհետեւ նշում են, որ ձերբակալվել է օրինակ այսինչ համարի տնօրեն ԱԴ-ն։ Բնականաբար պարզա որ այսինչ համարի դպրոցի տնօրենը օրինակ Արայիկ Դանելյանն է, պայմանական եմ նշում, հա, կամ օրինակ նշում են ձերբակալվել է դասախոս ՏԳ-ն։ Այսինչ համալսարանի դասախոս, այսինքն նույնականացվում է միևնույնն է։ Իհարկե, միևնույնը նույնականացվում է եւ ես ինչ եմ անում, հա։ Երբ որ իմ համար կանխատեսելի է, որ հիմա մեղադրանքի որոշումը շուտով լինելու, ես արդեն պատրաստ միջնորդություններով գնում եմ եւ այդ միջնորդությունները ներկայացնում եմ, որպեսզի նույնիսկ անվան առաջին տառերով հրապարակում չլինի մեր գործի հետ կապված, մեր մեղադրանքի հետ կապված, նշելով, որ դա խախտում է իմ վստահորդի անմեղության կանխավարկածի իրավունքը եւ իր վերաբերյալ հասարակությունը արդեն թիրախային կարծիք է ձևավորում։ Շատ լավ։ Այսպես պետական պաշտոնյաներին, նախաքննություն իրականացնող մարմիններին ներկայացնում եք միջնորդություն փորձում կանխել։ Ինչ անել այն դեպքում, երբ միջնորդություն չեք կարող ներկայացնել, երբ պաշտոնատար անձը բավականին լուրջ պաշտոնատար անձիկ կարող են հայտարարության միջոցով լրագրողների հետ ասուլիսի ժամանակ հայտարարություն անել եւ նկարագրել հանցանքը, որակելով դա արդեն իսկ որպես ավարտված հանցագործություն եւ այդ անձին որակելով արդեն իսկ մեղավոր տվյալ հանցանքի համար։ Այս դեպքում ինչ անել։ Այստեղ գնում ենք վերադառնում ենք Վճռաբեկ դատարանի 2022 թվականի նախադեպային որոշման արտահայտված իրավական դիրքորոշումներն ենք հիշում, որ ասում է գնացեք քաղաքացիական դատավարության կարգով վիճարկեք։ Այո։ Ես կարծում եմ, որ մեր հեռուստադիտողները կարողացան հասկանալ, թե ինչ է անմեղության կանխավարկածը, կարողացան գիտակցել, թե որ դեպքում պետք է իրենք հետամուտ լինեն իրենց իրավունքների պաշտպանությանը, եթե հայտնվել են նմանատիպ իրավիճակում, հիշելով, որ այնինչ որ դուք կտեսնեք, կլսեք այս տաղավարից կարևոր է իմանալ։ Ես շնորհակալություն եմ հայտնում մեր հյուրին մեր հրավերն ընդունելու համար եւ վստահ եմ, որ այլ թեմայի շրջանակում կրկին կունենանք քննարկում այս տաղավարում։ Ես եւս շնորհակալ եմ հրավերի համար։